Լույս սիրելիներս, Տեր հայր, ինչու Հիսուս տաճարի տուրքը տալու համար ինքն անձնապես չգործեց հրաշքը, այլ դիմեց Պետրոս Առաքյալին։ սիրելիներս, Հիսուս ուզեց Պետրոս Առաքյալին եւ մյուս առաքյալներին սովորեցնել, որ ավետարանի եւ երկնքի արքայության գործի համար հետագայում էլ ինքը պիտի հոգա նրանց պետքերը։ Այնպես էլ մենք, եթե մենք անկեղծությամբ նվիրվում ենք ավետարանի գործին, Աստծո խոսքը տարածելուն, Հիսուս ինքն է հոգում յուրաքանչյուրիս պետքերն ու կարիքները։ Երկրորդ Հիսուս ուզեց սովորեցնել բոլորիս, որ ամեն մարդ իր բաժին գործ ունի կատարելի։ Մարդ իր բաժին աշխատանքը պիտի կատարի, Աստված իր բաժինը։ Պետրոս Առաքյալի գործը ծով գնալ եւ կարթը նետելն էր, իսկ Հիսուսի գործը այդ ձկները բերել եւ կարթի մեջ գցել, որպեսզի Պետրոս Առաքյալի միջոցով հրաշքը կատարվեր։ Մարդը չի կարող Աստծո գործը կատարել, Աստված էլ իր բաժին գործը, որ մարդը պիտի կատարի, չպիտի անի։ Ամեն մեկ իր բաժինը, դու աշխատում ես, Աստված օրհնում է։ Երրորդ սիրելիներս, Հիսուս ուզում է սովորեցնել, որ մեր կյանքի մեջ միայն հրաշքներով չէ, որ Հիսուս մեր պետքերը պիտի հոգա։ Հիսուս ուզում է, որ մենք աշխատենք, մեր հանապազորյա քրտինքով մեր հացը վաստակենք եւ Հիսուս օրհնի։ Աստված ինքը սերմերը տալիս է մեզ, բայց մեր աշխատասիրությունից է կախված, թե ինչ արդյունքներ կունենանք։ Եթե շատ ես աշխատում, Աստված շատ է օրհնում եւ քո պտուղները շատ են լինում։ Չորրորդ Հիսուս ուզեց սովորեցնել, որ նեղության դժվարության պահին մենք իրեն պիտի ապավինենք։ Պետրոս Առաքյալը նույնպես տուրք պիտի տար, քանի որ նա կափառներում էր ապրում, ուրեմն ինքն էլ հարկ ուներ տալու եւ այդ պահին նրա մոտ գումար չկար։ Եվ Պետրոս Առաքյալը դիմեց Հիսուսին։ Այստեղ հարց է, մենք նեղության ժամին ում ենք դիմում եւ ում ենք ապավինում։ Եթե Քրիստոսին ենք ապավինում, մեր հույսը Քրիստոսի վրա ենք դնում, ուրեմն Քրիստոսը էլ այդ միջոցով հոգում է յուրաքանչյուրիս պետքերն ու կարիքները։ Եվ վերջապես, սիրելիներս, Տերն ուզում է, որ մենք հնազանդվենք իր խոսքին, որպեսզի այդ հնազանդության միջոցով հրաշքներ կատարող լինենք։ Աստված մեզ օգտագործում է իր հրաշքների համար։ Եթե դու պատրաստ ես Պետրոս Առաքյալի համար գնալու, անելու, Տերը մեզ էլ ամեն օր ուղարկում է այս աշխարհի մեջ, կամ երբ որ լույսը բացում է, մեզ առիթ է տալիս մեր միջոցով կատարելու։ Հիսուս ուզում է գալ ու բնակվեր մեր մեջ։ Եթե Հիսուս մեր մեջ բնակված չէ, մենք չենք կարող հրաշքներ գործել։ Սուրբ Օգոստինոսն ասում է, եթե Հիսուսը քո մեջ չէ, նա չի կարող մեր միջոցով գործել։ Ուրեմն Հիսուս պիտի գա քո մեջ բնակվի, որ քո միջոցով էլ կարողանա գործել։ Ուրեմն մենք դառնում ենք միջոց Պետրոս Առաքյալի պես Աստծո հրաշքները կատարելու համար։ Դրա համար նաև Պողոս Առաքյալն ասում է, ձեր մարմնի անդամները մեղքի գործիքներ չդարձնեք, այլ բարիքի գործիք։ Նշանակում է մեր ամբողջ էությամբ, մեր բնությամբ մենք Տիրոջը պետք ենք այս աշխարհի մեջ հրաշքներ գործելու, Աստծո փառքը տարածելու եւ այն վստահությամբ, որ Տերը ամեն օր, ամեն ժամ մեզ հետ է, ինչպես Հիսուս ինքն է խոստանում, ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերուն, մինչեւ աշխարհի վախճանը։